Մեկ տարում թռչնամիսը թանկացել է 4,3%-ով, տավարի խոզի գառան միսը 11%-ից 14%-ով, իշխան ձուկը 18,3%-ով, հացը թանկացել է 3,6%-ով, մակարոնեղենը գրեթե 8%։ 2025 թվականին Հայաստանում գնաճը կազմել է 3,3%, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 4,3%-ով։ Այս մասին զարկերակը տեղեկանում է վիճակագրական կոմիտեից։ Կարագը, մարգարինը, ձուն թանկացել են 7%-ի չափով, ձեթը 8%-ի, պանիրը և կաթը գրեթե 5%-ով, սուրճը 9,5%-ով, ամենաշատը թանկացել է կակաոն 32%-ով, ալկոհոլի գինը աճել է 5,5%-ով, ծխախոտինը գրեթե 9%-ով, շաքարավազի մրգերի գները գրեթե չեն աճել, և միայն բանջարեղենի գինն է, որ տարվա ընթացքում նվազել է 7,5% գնանկում, թեև դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 12,5%-ով։ Գնաճը ամենաշատը գրանցվել է Երևանում և հատկապես դեկտեմբեր ամսին։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ռեկորդ, միջին աշխատավարձը կազմել է 327,000 դրամ։